Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ սերիալի իրադարձությունները ստանում են չափազանց վտանգավոր, բայց միևնույն ժամանակ արդարացի ընթացք։ Այսօրվա անոնսը վերջապես բացում է այն խաղաքարտերը, որոնք երկար ժամանակ թաքնված էին ստվերում։ Ամենակարևոր զարգացումը տեղի է ունենում մակունցների կլանի ներսում, որտեղ ընտանեկան կապերը սկսում են ճաքեր տալ։ Հունանը, ով սովոր է վերահսկել ամեն ինչ և ամենքին, վերջապես սկսում է դասավորել իրադարձությունների խճանկարը և գալիս ցավալի եզրահանգման։ Ավոն դավաճանում է իր քրոջը, Էռնային։ Սա Հունանի համար պարզապես ընտանեկան խնդիր չէ, սա պատվի հարց է։ Նա Ավոյին կանչում է իր տարածք, մարզասրահ, որտեղ տեղի է ունենում տղամարդկային դաժան խոսակցություն։ Հունանը ուղիղ հարցնում է, թե որտեղ էր Ավոն ամբողջ գիշեր, ակնկալելով կամ արդարացում, կամ խոստովանություն, սակայն Ավոն զարմանալիորեն ցուցաբերում է աննախադեպ հանդգնություն։ Նա Հունանին պատասխանում է կոպիտ, ասելով, որ դա նրա գործը չէ, որ դա իր և Էռնայի անձնական կյանքն է և ոչ ոք, նույնիսկ Հունանը իրավունք չունի քիթը խոթելու ուրիշի ընտանիքի մեջ։ Այս պատասխանը Հունանի համար նման է կարմիր լաթի ցլի առջև։ Նա չի դիմանում լկտիությանը և հզոր բռունցքով հարվածում է Ավոյին, գետնին տապալելով նրան։ Հունանի զգուշացումը հնչում է որպես դատավճիռ։ Այս րոպեից Ավոն պետք է ընդմիշտ հեռու մնա իր քրոջից։ Հակառակ դեպքում Հունանը նրան այնպես կկորցնի, որ ոչ ոք և երբեք չի գտնի նրա դիակը։ Սակայն ուշադրություն դարձրեք Ավոյի արձագանքին։ Ծեծված, բայց ոչ կոտրված Ավոն մտքում արդեն ծրագրում է իր հակահարվածը։ Նա գիտի մի գաղտնիք, որը կարող է ոչնչացնել Հունանին։ Ավոն որոշում է անցնել շանտաժի, օգտագործելով Ռաֆոյի սպանության փաստը։ Նա պատրաստվում է Հունանին ստիպել պարել իր դուդուկի տակ, սպառնալով բացահայտել 20-ամյա վաղեմության հանցագործությունը։ Սա նշանակում է, որ ուժերի հարաբերակցությունը շուտով կփոխվի, և որսորդը կարող է դառնալ զոհ։ Բայց այս խարդավանքների ֆոնին մենք ականատես ենք լինում նաև չափազանց հուզիչ և մարդկային մի պատմության։ Լեոն, ով զրկվել էր մարզվելու հնարավորությունից և հայտնվել ֆինանսական ծանր կացության մեջ, չի ընկճվում։ Կարիքից դրդված մեր չեմպիոնը սկսում է աշխատել որպես բեռնակիր։ Ճակատագրի հեգնանքով հենց առաջին օրը նա պատվեր է ստանում առաքելու սառնարան Էռնայի տուն, և այստեղ տեղի է ունենում հանդիպում, որը խոսում է ավելին, քան հազարավոր բառերը։ Էռնայի տանը հյուրընկալված Լեան տեսնում է Լեոյին, քրտինքի մեջ կորած, բայց հպարտ։ Լեան ցնցվում է այդ տեսարանից։ Նրա աչքերում մենք տեսնում ենք ոչ թե խղճահարություն, այլ խորը հարգանք և ցավ։ Նա հասկանում է, թե որքան անարդար է կյանքը Լեոյի հանդեպ, ով մարզասրահի փոխարեն ստիպված է ծանր ֆիզիկական աշխատանք կատարել։ Բայց միևնույն ժամանակ Լեան հիանում է տղայի կամքով։ Լեոն ապացուցում է, որ տղամարդու համար չկա ամոթալի աշխատանք, եթե դա արվում է ընտանիք պահելու համար։ Այս պահը էլ ավելի է մերձեցնում նրանց հոգիները, ցույց տալով, որ իրական արժեքները վեր են ամեն ինչից։ Եվ վերջապես, կարծես թե արդարությունը սկսում է վերականգնվել։ Հունանը հայտնվում է ճնշման տակ երկու կողմից։ Մի կողմից Վլադիմիրը, ով ցուցաբերում է մարզիկին վայել սկզբունքայնություն և պահանջում է մրցել միայն Լեոյի հետ, հրաժարվելով այլ տարբերակներից։ Մյուս կողմից Գրիշոն, ով ստիպված է կատարել Մանանի պահանջը։ Հիշում եք, չէ՞, Մանանի շանտաժը վթարի մասին։ Խնդրում է հորը հետ բերել Լեոյին։ Հունանը հասկանալով, որ այլ ելք չունի և գուցե նաև գնահատելով Լեոյի համառությունը, կայացնում է որոշում, որին բոլորս սպասում էինք։ Նա վերականգնում է Լեոյի իրավունքները և թույլատրում նրան մասնակցել մրցումներին, այնպես որ ամեն ինչ դեպի լավն է գնում։ Բայց սիրելի հետևորդներ, միթե Հունանը հեշտությամբ կմարսի Ավոյի դավաճանությունը։ Ավոն հայտնվելով անկյունում պատրաստվում է գործի դնել իր ամենավտանգավոր խաղաքարտը՝ 20-ամյա սպանության գաղտնիքը։ Ինչ եք կարծում, կհամարձակվի արդյոք Ավոն գնալ մինչև վերջ և կործանել Հունանին, թե Հունանը կհասցնի ավելի շուտ լռեցնել նրան, ինչպես ժամանակին լռեցրեց Ռաֆոյին, և ամենակարևորը, արդյոք Լեոն այսքան հոգեբանական ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո կկարողանա հաղթել Վլադիմիրին։ Գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անոնսի քննարկմանը։